Հետո դե լուծում եք, էլի տեսնում եք։ Հարցերից մեկն էլ մեր գերիների վերադարձի հարցն է, այսօր Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է։ Պարոն Թաթոյան, ձեր տեսլականը ո՞րն է այս հարցի շուրջ, որովհետև սա հասկանում ենք բացառապես քաղաքական հարց է։ Ու նաև կներեք հարցը ամենացնեմ, այս տարիների ընթացքում հնարավոր է դրանց հետ վերել, թե ոչ։ Ես շնորհավորում եմ Ռուբեն Վարդանյանին ծննդյան օրվա կապակցությամբ, պարոն Վարդանյանին ես լավ ճանաչում էի, մենք շատ ծրագրեր ենք նաև արել, ես տեսել եմ նրա արած ծրագրերը, գործի հանգամանքներին եմ ծանոթ եւ գիտեմ, որ ամբողջությամբ բնականաբար կեղծ, շինծու, ապօրինի դատավարություններ եւ մաղթում եմ, որպեսզի Ռուբեն Վարդանյանը շուտ վերադառնա հայրենիք, հասնի ընտանիքին։ Հիմա ինչ վերաբերում է գերիների հետ կապված։ Գերիների հարցը ի սկզբանե ես ասել եմ, Ադրբեջանը օգտագործում էր մեր դեմ ատելություն բորբոքելու համար, մեր դեմ պահանջներ ներկայացնելու համար։ Այս իշխանությանը ասում են գնացեք ձեր հայցերը հետ վերցեք, ասում են հարց չկա, հետ կվերցնենք, բայց իրանք երկրի ներսում տանում են գերիների վերաբերյալ դատավարություններ, որ մեր ավելի թշնամանք բորբոքեն, պահանջներ ներկայացնում, միլիարդավոր դոլարներ են հաշվել, ինչի համար դուք կարծում եք այս մեր սիրուն աշկերի համար, որ դատավարություններ են անում, հիմա էլ ավարտել ու վերջ, նրանք շատ լավ նախապատրաստվել են հարկ եղած դեպքում, հանելու են բոլոր պահանջները դնեն, ասեն դե տվեք այս վնասների հատուցումները, ուրեմն հաշվել են սովետական միությունից սկսած այդ փլուզման ժամանակներից ամեն տուն, ամեն գյուղ հաշվել են, ես ասում եմ պատասխանատու, մեր ժողովրդին եմ ուզում, ժողովուրդ ջան, ես երբեք հենց այնպես չեմ խոսում, իմ ամեն խոսքի տակ փաստ կա, ես ամեն խոսքիս համար պատասխան եմ տալի, միշտ էլ այդպես է եղել, նրանք հաշվել են մինչև վերջ, շատ վտանգավոր է այդ դատավարության մասը, մենք դա պետք է հենց անենք, որ ընդհանրապես վարկաբեկեն կեղծիքով, որպես որևէ կերպ հիմք չընդունվի, բայց այս իշխանությունները այնպես են արել, որ փակուղի է մտել այդ հարցը։ Մենակ Ադրբեջանի բարի կամքից է ստացվում հիմա այդ հարցի լուծումը։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ Մեդիա AM կայքում։